Ես ուզում եմ իմանալ հիմա շատ են ակտիվացել խոսակցություններ են մասին, որ ԿԸՀ-ն հնարավորի չգրանցի մեր ձևով շարժման է, որ դեպքում եք հնարավոր համարում եք տարբերակը, եւ որ դեպքում եք հնարավոր համարում, որ ԿԸՀ-ն հիմա գրանցի մեր ձևով շարժումը, բայց ընտրությունների ընդառաջ գրանցումը չեղարկի, որ դեպքում է դա հնարավոր, եթե դա հնարավոր է։ Հարգելի լրագրողներ, որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժին չգրանցի, քաղաքական ուժը ինքը պիտի ցանկանա չգրանցվել։ Սա ինչի համար եմ ասում, որտեղ հստակ ընտրական օրենսգիրքը սահմանում է այն փաստաթղթերը, որը պիտի քաղաքական ուժը ներկայացնի։ Ես կարող եմ ընթերցել այդ փաստաթղթերը։ Եվ ընթերցեմ, կարիք կա ընթերցելու, թե դուք ինքներդ դա կնայեք։ Այսինքն չգրանցվելու հնարավորություն ունեն քաղաքական ուժերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ որ բոլոր փաստաթղթերը ներկայացված են, գրանցման հարց որպես այդպեսին չի քննարկում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել, այսինքն քվեարկել բացառապես, եթե փաստաթղթերը ներկայացված չեն, այսինքն թերի են ներկայացված փաստաթղթերը, քաղաքական ուժը չի լրացրել փաստաթղթերը, այսինքն տրվել է 48 ժամ եւ չի լրացրել փաստաթղթերը, այդ ժամանակ կարող է առարկությունը դրվել քվեարկության եւ 2/3 ձայներով մերժվել կուսակցության գրանցումը։ Բայց եթե կուսակցություն բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի, այսպես ասենք, առանց քվեարկության գրանցում, այսինքն եթե չկա առարկություն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ անդամ չունի առարկություն, ուղղակի կուսակցությունը մեխանիկորեն համարում է գրանցված։ Տեսեք, արհեստական խոչընդոտ չի կարող լինել, հարգելինս, կոնկրետ օրենքով կա սահմանված փաստաթղթերի ցանկ։ Ավելին, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապես, եթե ցանկը թերի է, նախապես նիստով 48 ժամ է տրամադրելու, այսինքն դուք բոլորդ այդ նիստին ներկա եք լինելու, եթե կցանկանաք, եւ տեսնելու եք, թե ինչ փաստաթղթեր է պակասում, եւ քաղաքական ուժը պիտի չլրացնի այդ փաստաթղթերը, այսինքն ինքը այդ թերությունը չվերացնի։ Հարգելիներս, կրկնում եմ, խոսքը, տեսեք, հիմա խոսում ենք, այս բանին խոսում ենք գրանցման մասին։ Խնդրում եմ, որպեսզի տարանջատենք։ Գրանցումը ես բացատրում եմ, գրանցումը, եթե կուսակցությունը անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, չի կարող չգրանցվել, բայց եթե կուսակցությունը կներկայացնի թերի փաստաթղթեր, հարգելինս, եւ հետո իրեն կտրվի 48 ժամ, այսինքն նիստով, հրապարակային դուք էլ կիմանաք, որ այս կուսակցության այս փաստաթղթերը, ասենք օրինակ գրավի անդորագիրը չի ներկայացրել, գրավ չի մուծել, անդորագիրը չի ներկայացրել։ Չէ, այդ դեպքում արդեն նոր այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել առարկություն, այսինքն անդամների որևէ անդամի կողմից այդ առարկությունը, որ տվյալ քաղաքական ուժի գրանցումը մերժելու վերաբերյալ։ Ես եթե սպասեք, հիմա գալիս եմ երկրորդ, այսինքն հարցի մյուս, ասենք քաղաքական ուժը գրանցվում է եւ գրանցումը ուժը կորցած ճանաչել։ Տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը քաղաքական ուժի գրանցումը ինքը չի կարող ուժը կորցած ճանաչել։ Մեր օրենսդրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ հարցով պիտի դիմի դատարան։ Այսինքն եթե գրանցումից հետո որևէ քաղաքական ուժ, այսպես ասենք, տոտալ, այսպես ասենք, ու սա համար պարտադիր պայմանը, որպեսզի քաղաքական ուժը հետևողական ընտրական օրենսգիրքը ոտնահարի։ Երբ որ նման իրավիճակ, եթե կլինի, իսկ նման իրավիճակ ես չեմ հիշում, որ մենք մեր պատմության ընթացքում ունեցել, եթե կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշի դատարան դիմել։ Այսինքն այստեղ գրանցման ուժը կորցնողը կրկին այս դեպքում էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ, դատարանն է։ Ինչ հիմքով պետք է դիմի։ Կրկնեցի։ Հարգելի տեսեք, եթե հիմքը ընտրական օրենսգիրքով հստակ սահմանված է, ու դա, այսպես ասենք, 1-2 խախտման մասին չի, սա ու ավելին դա
խոսքը չի, որ օրինակ որևէ տեխնացուի կողմից է դա, ասենք օրինակ որևէ տեխնացու է այդ խախտումը թույլ տվել։ Դա ինքը քաղաքական ուժը հետևողական պիտի ոտնահարի ընտրական օրենսգրքի պահանջները, որպեսզի նման իրավիճակ ստեղծվի, որպեսզի նման փաստերի, այսպես ասենք, ծանրակշիռ փաստեր կուտակվեն, որից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտադրված կլինի այլևս դիմել դատարան։ Անհավատական կոնկրետ օրինակի վրա ես հասկամ, Ազատություն ռադիոկայանում Ստեփանյան, գիտեք, որ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը 3 հայտարարություն տարածեց, որ որևէ այլ երկրում անունը չտվեց այդ երկրին, Հայաստանի քաղաքացի հայազգի գործարարներին ճնշում են գործադրում, որպեսզի նրա առաջիկա ընտրությունների ընթացքում ֆինանսական եւ այլ կարգի աջակցություն ցուցաբերեն։ Հիմա այդ քննություն է քննչական կոմիտեի։ Հիմա եթե պարզվի կոնկրետ այդ ուժի անունը, ովքեր են անուժերի անունները, սա հիմք կարող է հանդիսանալ, որ չգրանցվեն կամ գրանցելուց հետո զուտ դիմել դատարանին, որպեսզի ուժը գործած ճանաչի այդ գրանցում։ Կոնկրետ այս օրինակի հիման վրա խնդրեմ պատասխանել։ Հարգելի գործընկերներ, ընտրական օրենսգիրքը կարգավորում է տեխնացուների հետ կապված հարաբերությունները։ Մեր իրավապահները իրենց գործունեության ընթացքում բազմազան, ասենք տարեկան հազարավոր գործեր են քննում։ Իրավապահները իրենց գործառույթները ունեն, չգիտեմ, արտաքին մարտահրավերները կանխելու եւ այլ։ Ընտրական օրենսգիրքը կարգավորում է տեխնացուն, այսինքն կուսակցությունը նախ պիտի գա գրանցվի։ Ասացի, որ երբ որ ինքը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնում է, ինքը գրանցվում է։ Արդեն գրանցված կուսակցությունը կամ դաշինքը պիտի ընտրական օրենսգրքի կարգավորումները, ասենք, պարբերաբար եւ տոտալ ոտնահարի։ Եվ ու այս դեպքում, ասենք, ձեր նկարագրած երևույթը եւ այնինչ նախատեսում է ընտրական օրենսգիրքը փոխկապակցված չեն։ Կրկնում եմ, մեր օրենսդրությունը վերաբերում է ընտրական օրենսգիրքի կարգավորումները վերաբերվում են գրանցված կուսակցություններին կամ դաշինքներին, գրանցված տեխնացուներին։ Այսինքն տեխնացուները մեր մոտ վերջնականապես ցանկը հայտնի կլինի մայիսի 3-ին, երբ որ կգրանցվեն։ Ապրիլի 23-ին առաջադրումներն ավարտվելու, այսինքն մենք կունենանք հավակնորդներ, այսպես ասենք, կուսակցությունների, իսկ վերջնական գրանցված ցանկը կունենանք մայիսի 3-ին։ Այն մայիսի 3-ից գրանցվելուց հետո իրենց գործունեությամբ պայմանավորված լինելու, իրենք ինչ իրավական կարգավիճակում կլինեն։ Այստեղ կանխակալ ինչ որ գնահատականներ տալ եւ այլ դա կներեք որևէ մեկ իրավունք չունի։